Պարոն Մամիջանյան, մի քանի հարց ունեմ, եթե չհասցնենք վերջում։ Առաջինը նոր զրուցում էինք ԿՊ-ական պատգամավորների հետ, իրենց էլ ուղեցի այս հարցը, Նիկոլ Փաշինյանը հրավիրված է Միացյալ Նահանգների նախագահի կողմից Խաղաղության խորհրդին, որի համար ներդրում պիտի կատարվի $1 միլիարդ։ Նախ ԿՊ-ական պատգամավորները տեղյակ չէին, դուք ինչպես եք այդ ներդրումը գնահատում եւ 60 երկիր դեռ չի արձագանքել, Մակրոնն էլ հրաժարվել է։ Արդյոք կարծում եք, որ սա ՄԱԿ-ի այլընտրանք է, հա, փորձում նախագահը Միացյալ Նահանգների ստեղծել։ Ասում եք շատ էին լինելու հարցեր։ Դեք բավական կարճ կպատասխանեմ։ Մի քանի երկրի ղեկավարներ այդ հրավերը ստանալուց հետո հրապարակել էին, հանրայնացրել էին, որ այդ խորհրդում անդամակցելը արժի $1 միլիարդ, այսինքն ներդրում պիտի անի երկիրը այդ խորհրդի անդամ դառնալու համար։ Հիմա ԿՊ-ականները ասացին մենք չգիտենք այդ պայմանը կա, այդ պայմանը չկա, կարող է տարբեր երկրների համար տարբեր է։ Հիմա ես տրամաբանական հարց եմ տալի։ Ձեր կարծիքով, եթե նույնիսկ տարբեր երկրների համար տարբեր է, այն երկիրը, որը կներդնի $1 միլիարդ, եւ այն երկիրը, որից չեն ուզի եւ ինքը չի ներդնի այդ $1 միլիարդ, նույնիսկ եթե դա այդպես է։ Ձեր կարծիքով նույն ձայնի իրավունքն են այդտեղ ունենալու։ Կարծում եմ պատասխանը ակնհայտ է։ Այս մեկ։ Երկրորդ, եթե գրանք են տարբերակով, որ այդ $1 միլիարդ Հայաստանը պիտի ներդնի, կարևոր չի թե ինչ տարբերակ կընտրվի, հա, տարբեր տարաժամկետ վճարումներով եւ այլն եւ այլն։ Մենք բոլորս, Հայաստանի այդպես բոլոր քաղաքացիները վճարելու են $1 միլիարդ, որ Փաշինյանը մի հատ էլ ֆոտո ունենա Տրամպի հետ։ Լավ թանկ են նստում մեր վրա Փաշինյանի ֆոտոները։ 60 միլիոնի կարգի նստեց Սուերի սելֆին։ Այդ ինքնաթիռները մի վայրկյան չեն օգտագործվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պաշտպանության, մեր սահմանների, տարածքային ամբողջականության համար։ Միակ օգուտը այդ Սուերի եղել է սելֆին։ Ինչի որտեվ մարտագլխիկ չկա։ Ինչ ասում եք Սում վատ ինքնաթիռ, ասում մարտագլխիկ չկա։ Հիմա հաջորդ թանկ ֆոտոն է։ Ոնց որ թե $1 միլիարդ սելֆի է ուզում մի հատ էլ Փաշինյանը անի Թրամփի հետ, նախագահ Թրամփի հետ, իհարկե օգտագործելու համար դա հետագա ընտրական process-ներում Դե ես երևի պիտի մեր բոլորիս մեր քաղաքացիներին հարցնեմ։ Մի անգամ 60 միլիոնի կարգի վճարել ենք Փաշինյանի սելֆիի համար։ Հիմա $1 միլիարդ վճարենք, արժի որ, այդքան սիրուն է, իմ կարծիքով չէ։ ՄԱԿ-ի հետ կապված, որ արդյոք այլընտրանք Չեմ կարող ասել, միանշանակ միջազգային իրավունքը արդեն երկրների ղեկավարները ուղիղ խոսում են նրա մասին, որ միջազգային իրավունքը երկրորդ համաշխարհայինից հետո կայացած եւ օգտագործվող միջազգային կառույցները տարբեր բնորոշումներ են տալի, ապրել են իրենց կյանքը պիտի վերափոխվեն եւ այլն եւ այլն։ Նույնիսկ այդպեսի տերմին է առաջացել world disorder, համաշխարհային անկարգություն, հա, եթե մոտավոր փորձեմ թարգմանել։ Ես չեմ կարող ասել, թե որն է նախագահ Թրամփի նպատակը այս համատեքստում, բայց ճակերտների մեջ նոր մակերի կամ նոր Եվրոպայի խորհուրդների ստեղծման սաղմեր տարբեր երկրների առաջնորդներ են։ Ֆրանսիայի նախագահն նման օրինակ տեսլականով նախագծով հանդես եկել մի քանի տարի առաջ, ինչ նպատակ ունեն իրենք չեմ կարող ասել, բայց դա ակնհայտ է, որ աշխարհակարգը, միջազգային իրավունքը տրանսֆորմացիայի շատ արագ տրանսֆորմացիայի փուլում է, եւ մենք կարող ենք լիովին հանգիստ լինել, կներեք խոսակցական բառի համար արխային լինել, որովհետեւ այս турբուլենտ վտանգավոր ժամանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը իրականացնում են Նիկոլ Փաշինյանը եւ Արադ Միրզոյանը, այնպես որ մենք անհանգստանալու բան չունենք, պրոֆեսիոնալներ են, որևէ խնդրեմ չկա։ Հայկական երկրորդ հեռուստաալի։ Պարոն Մամիջանյան, հարցը խնդրել է փոխանցել Նելին Առավոտից Գրիգորյան, իշխանությունը մասնավորապես Վահագն Ալեքսանյանը հայտարարել էր, որ իրենց օրոք կենսաթոշակը բարձրացել է, հասել է 46,000 դրամի, իսկ նախկինների օրոք 16,000 էր, եւ եթե դուք գաք իշխանության, թոշակը կրկին կդառնա 16,000 դրամ։ Եթե դուք գաք իշխանության, արդյոք կենսաթոշակները կնվազեցվեն եւ արդյոք դուք կզբաղվեք ինքնապարգևատրմամբ։ Շնորհակալություն։ Ուրեմն, սա շատ կարևոր հարց է։ Ու այստեղ կա լիք մանիպուլյացիաներ, հիմա փորձենք թվերով հատարած հասկանանք։ Որոնք այդ առաջին, Վահագն Ալեքսանյանը խոսում է նվազագույն կենսաթոշակի մասին։ Սիրելի քաղաքացիներ, նվազագույն կենսաթոշակը ստանում են այն մարդիկ, ովքեր աշխատանքի 1 օրվա ստաժ չունեն։ 1 օրվա ստաժ չունեն։
Այդպիսի քաղաքացիները Հայաստանի Հանրապետության 600,000, շուրջ 600,000 կենսաթոշակառուներից 70,000-ն են, 12%։ Այսինքն կետ առաջին, այն ինչ որ ասում էր Վահագն Ալեքսանյանը, վերաբերվում է մեր տատիկների, պապիկների 12%-ին միայն։ Այս առաջին կետ։ Երկրորդ, երբ որ համադրում ես նվազագույն կենսաթոշակը եւ կարող եմ տնտեսական տերմիններով գնալ սպառողական զամբյուղով խոսել, իսկ կարող ենք ուղղակի խոսակցականով խոսել, գնաճ, գույքահարկի ավելացում, աղբահանության վճարների ավելացում, դեղորայքի գներ, որը ամենակարևոր բաղադրիչներից մեկն է կենսաթոշակառուների ծախսերի։ Այնտեղ թե ինչ բարելավում են իրենք ունեցել, անհամեմատ ավելի չնչին տոկոսն է, քան իրենք փորձում են ներկայացնել այդ 16-ից աճը մինչև եսի մուշ։ Սա հաջորդ։ Վահագն Ալեքսանյանը խոսել է նաև վերադարձերից այդ քեշբեքի հասկացությունից։ Ուրեմն դրանից անցյալ տարի օգտվել է կենսաթոշակառուների մոտ 50%։ Նկատում եք, չէ, իրանց ասած այդ ուռճացրած աննախադեպ թվերը մի դեպքում 12%-ին է վերաբերվում, մի դեպքում կեսն է դրանից օգտվել։ Այս առհասարակ իր ասածների մասով, որոնք որևէ կապ չունեն իրականության հետ, ընդհանրապես մանիպուլյացիային քաղաքական։ Բայց այդտեղ կա երկրորդ ասպեկտ։ Իրականում, որպեսզի հաշվես, թե ինչքան է ավելանում կենսաթոշակը, դու պետք է համեմատես միջին կենսաթոշակը։ Ինչի, որովհետև ինչպես ես ասացի, այդ մինիմալը դա այն մեր տատիկներն ու պապիկներն են, որոնք մեկ օրվա անգամ ստաժ չունեն։ Իսկ միջին կենսաթոշակը շատ արդար հաշվելու ձև ունի։ Հաշվում է գումարային ինչքան փող է գնացել կենսաթոշակին, դա բաժանվում է կենսաթոշակառուների թվի վրա։ Դա ամենաիրական ցուցանիշն է։ Ու այդ ցուցանիշը երբ որ համադրում ենք, շատ հետաքրքիր թվեր են առաջանում։ Օրինակ առաջանում է այն, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանության տարիների ընթացքում միջին կենսաթոշակը մենք բարձրացրել ենք 367%-ով։ 3.6 անգամ։ Այս մեկ։ Երկրորդ, երբ որ համադրում ես, թե մեր թողած միջին կենսաթոշակը եւ հիմիկվա իրանց միջին կենսաթոշակը սպառողական զամբյուղի հետ ինչ համադրություն ունեն, ավելի պարզ լեզվով ասեմ, դրանով ինչքան բան կարող ես առնել, մեր պարագայում վիճակը մի քանի տոկոս ավելի լավ է։ Այսինքն ոչ թե վատթարացում, լավ բարելավում չկա, վատթարացում կա իրական ցուցանիշի պարագայում, միջին կենսաթոշակի պարագայում մի քանի տոկոս վատթարացում կա։ Ավելին ասեմ, մի տվյալ ավելել ասեմ։ Եթե համադրես, թե հանրապետականը միջինում իր կառավարության տարիներին միջին կենսաթոշակը ինչքան էր բարձրացնում, միջինում մեր կառավարման տարիներին գալիս է, որ մենք շուրջ 2300 դրամով ամեն տարի միջինում բարձրացրել ենք միջին կենսաթոշակը, այսինքն փաստացի այն թիվը, որը մեր տատիկներն ու պապիկները ստացել են։ Եթե դա համադրում ես իրանց բարձրացմանը, իրանք տարեկան մոտ 1300 դրամով են բարձրացրել։ Հիմա ուզում եմ հասկանամ, այս ինչքան են այս ֆոկուսնիկությունը անելու։ Սա ուղղակի քաղաքական ֆոկուսնիկություն է։ Իսկ երեք կառավարություն արժեհարցու պատասխանին Փաշինյանը հասավ մանիպուլյացիայի գագաթնակետին։ Պատգամավորներից մեկի հարցին ինքը պատասխանեց հետևյալը. բառացի եմ էցիտելու։ Մենք կենսաթոշակը բարձրացրել ենք մի քանի անգամ։ Մի 10 վայրկյան պաուզա բռնեց, որն իր SMM անող տղան հասցնի այդքանը նկարի ու տարածեն պերֆեկտիվիներով, հետո ասեց. տարբեր որոշումներով։ Այսինքն այստեղ անգամը ոչ թե 2 անգամ բարձրացնելն է, այսինքն 10,000-ը սարքել 20,000 դրամ, այլ մի անգամ 10,000-ը սարքել են 11,000, մի անգամ 11,000-ը սարքել են 12,000, հետո մի հատ էլ 12-ը սարքել են 13։ Բայց ինքը դա ներկայացնում է։ Մենք կենսաթոշակը բարձրացրել ենք մի քանի անգամ։ Հետո պաուզա է վերցնում, ասում է տարբեր որոշումներ։ Այս արդեն մանկապարտեզի մակարդակի մանիպուլյացիաներ են, ծիծաղալու են։ Իսկ եթե իրար հետ համադրենք, թե ոնց են աճել իրենց աշխատավարձերը, գաղտնի, ոչ գաղտնի, պարգևավճար եւ այլն որոշումներով, ու ինչքան են աճել հաստացի մեր տատիկների եւ պապիկների կենսաթոշակները, լավ երևում է, թե իրանք ավելի շատ ում են սիրում մեր տատիկ պապիկներին, թե իրանց։ Սիվիկ, խնդրեմ։ Բացություն։
Պարոն Մամիջանյան, Հայաստան խմբակցության անդամ պարոն Արմեն Ռոստամյանը օրերս ի պատասխան իմ հարցի արդյոք քաղաքական լայն ճակատով, ընդդիմադիր լայն ճակատով գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հանդիպումներ են կայացել նաև Հանրապետական կուսակցության եւ պարոն Սերժ Սարգսյանի հետ, ասաց, որ այո, հանդիպել են, խոսել են։ Խնդրում եմ տեղեկություն կհաղորդեք, ինչ խոսակցություն է տեղի ունեցել, ինչի շուրջ եք համաձայնել, ինչի շուրջ ոչ, եւ այս պայդրությամբ Հանրապետական կուսակցությունը հստակեցրել է 26-ի ընտրություններին ինչ ֆորմատով է մասնակցելու դաշինքով, առանձին եւ հնարավոր ձևավորվելիք ընդդիմադիր դաշինքներից, որոնցից մեկը ենթադրաբար կլինի Հայաստան դաշինքի ընդլայնված ձևը, մյուսը ուժեղ Հայաստան կուսակցության շուրջ ենթադրաբար, որտեղ եք ավելի ձեզ կոմֆորտ զգալու։ Շնորհակալություն։ Առաջին հարցինի պատասխան, այո, այդ հանդիպումը տեղի ունեցել, այդ հանդիպման մասին հրապարակային հաղորդագրություն է հաղորդվել եւ ավելին, քան հրապարակային հաղորդագրությունն է հաղորդվել, այսինքն հանդիպման փաստի մասին, ես որովհետեւ չեմ ներկայացնում, որովհետեւ դա աշխատանքային քննարկում էր։ Այդպիսի քննարկումներ Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարությունը ունենում է երևի ամեն օր ամենատարբեր դերակատարների հետ։ Սա առաջինն ուստի այլ տվյալներ այս պահին չեն հանրայնացվել։ Երկրորդ հարցը, դուք ոնց ձևակերպեցիք կոմֆորտ, ես ինձ կոմֆորտ իմ հայրենիքում եմ զգում, ցանկացած տեղ, ընդ որում ցանկացած կարգավիճակում, պատգամավորի, ցուցարարի, իմ ընկերները օրինակ Նարեկը Սամսոնյան, իրեն արժանապատիվ է զգում նաև 14 օր հացադուլի եւ Գաբանտարկյալի կարգավիճակում։ Մեր մյուս քաղաքաբանտարկյալ ընկերները Վազգենը, Դավիթը, Արմենը Աշոտյան, Սրբազանն, բոլոր մեր գործընկերները իրենց արժանապատիվ են զգում նաև քաղաքաբանտարկյալի կարգավիճակում։ Մարդկա ազատության մեջ է նման ճոխություն իրեն թույլ տալ չի կարող։ Ինչ վերաբերվում է մասնակցության ֆորմատին, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախորդ գործադիր նիստից հետո, որ ուրբաթ էր տեղի ունեցել անցած շաբաթ, մենք հայտարարել ենք, որ մենք սկսել ենք գործադիր մարմնում քննարկել մասնակցության հարցը, որևէ բան այս պահին ասել չեմ կարող, որտեղ քննարկումները դեռևս ընթանում են։ Մի պարզ պատճառ կա այդ որոշման կայացման այսպիսի տրամաբանության։ Մեր համար սրանք ուղղակի ընտրություններ չեն, որ մենք հաշվարկենք, ասենք դե լավ, սենց արդյունք կլինի եւ այլն։ Այստեղ մենք, ինչպես եւ այս բոլոր տարիների ընթացքում, ունենք մեկ նպատակ՝ Փաշինյանի հեռացում, որը հավասարազոր է եւ հոմանիշ է Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման եւ անվտանգության։ Ուստի այս որոշումը շատ հանգամանալից, շատ կշռադատված պիտի կայացվի եւ յուրաքանչյուր դերակատար պիտի ինքը հստակ պատասխան ունենա, թե իր այս կամ այն գործողությամբ ինքը ինչպես եւ ինչքանով է նպաստում Հայաստանում իշխանապողության իրականացմանը, եթե իհարկե բոլոր դերակատարների հայտարարած եւ իրական նպատակները նույնն են։ 5-րդ տալիք խնդրեմ։ Պարոն Մամիջանյան, երեք երբ ֆինանսների նախարարն ասաց, որ կարծեմ խիզախ որոշում էր այդ միլիոնավոր պարգևատրումները եւ կառավարություն հարց պատասխանի ժամանակ էլ փորձելով այսպես հիմնավորել այդ միլիոնների պարգևատրումները, Նիկոլ Փաշինյանը այսպես մեղադրանքներ հնչեցրեց, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ծրարներով փողեր էր տալիս, կարծես եւի պետական ապարատին նկատի ուներ նախարարներ եւ այլն, անգամ ընդդիմադիր խմբակցությունների անդամներին մեղադրեց, որ իրենք էլ իրենց ղեկավարներից են ստանում, ինչպես է գնահատում այս հայտարարությունները, սրանք այսպես ասած այս հանրային դժգոհությունը պարպելու միջոց են եւ արդյոք մարդիկ կհասկանան, լավ, եթե անգամ նախկինների դեպքում, այսպես ասած, եղել են նման երևույթներ, եթե եղել են իսկապես, այս դեպքում դա այսօրվան արդարացնելը կհասկանան հանրությունը, թե ոչ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Նախ այդ խիզախ որոշումը ինձ շատ դուր եկա։ Ժողովուրդ փաստորեն 2018-ին որ ասում էին դուխով, այդ նկատի ունեին, որ իրանք դուխով իրանց աշխատավարձը կկրկնապատկեն, ապարից բուն իմաստով կկրկնապատկեն։ Իսկ տատիկներին ու պապիկներին 9000 դրամով կավելացնեն կենսաթոշակը միջին։ Միշտ դուխով տղեկ են արը, տղաներ եւ աղջիկներ են։
Տենց դուխը հազվադեպ է, դուխով որոշես, որ քո աշխատավարձը կրկնապատկում ես։ Նախանձելի դուխը։ Այդ իսախի մասը։ Երկրորդը Պարոն Մինասյանի հայտարարության հետ կապված հայտարարության մասով իմ համար շատ ծիծաղելի էր երեկվա Փաշինյանի ասածը։ Ինքը երեք հայտնաբերեց, հա, որ եղել է հայտարարություն, որ իրեն գումարներ է վճարվել։ Մարդը, ով որ իր երկերի տակի կոմենտներին անձամբ պատասխանում է, կարևորագույն հայտարարություններից մեկի մասին երեք իմացավ, դե դա ծիծաղալու է։ Մինչ օրս այդ հայտարարությունը չի հերքվել։ Երեկվա ասածը հերքում չէր, երեկվա ասածը աբսուրդ էր։ Եվ քանի որ այս թեման շատ է շահարկվել, բազմիցս պատասխաններ եղել են, դրա մասին քրեական գործ կա եւ դրա վերաբերյալ այդ քրեական գործի դերակատարները հայտարարություններ են տարածել, ես այդ դաշտ չմտնեմ։ Բայց գիտեք, Պարոն Մինասյանի այդ հայտարարության նպատակը ոչ թե այն էր, որ տարբեր շրջանակներ իրանց էժանագին տելեգրամներով փորձեն թիրախավորել դրանով Մինասյանին կամ Հանրապետականին, տարվում էր նրա համար, որ մնացած փոխտվողներն էլ Փաշինյանին, Փաշինյանի իրանց մասին ստեր չգրելու համար, Փաշինյանի կողմից սուտ իրանց ընտանիք չմտնելու համար վճարողները նույնպես դրա մասին խոսեն, այդպիսիք շատ են։ Պարզապես Պարոն Մինասյանը խիզախություն ունեցավ դրա մասին խոսելու, հույս ունենալով, որ դա կդառնա վարակիչ։ Ցավոք սրտի մինչ օրս չդարձավ, բայց դեռ ուշ չի։ Բոլոր են մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով, իսկ դա շորթման տեսակ է, էլի փաստացի, ենթարկվել են այդ process-ներին, որոնք իրենց հայտարարությամբ կարող են եւս մեկ անգամ վերահաստատել, որ Փաշինյանը սովորական ծախու լրագրող է եղել։ Լավ կլինի, որ դրա մասին խոսեն։ Շնորհակալություն։ Վերջին հարցը ֆակտոր։ Հարցս ընչեցել չունեմ հարց։ Եթե կարճ հարց կա, խնդրեմ, եթե չէ, կարճ խնդրեմ, կարճ։ Միջանյան երեք Նիկոլ Փաշինյանը ըստ էության ասաց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են։ Իհարկե հետո վերեց այսպես բենզինի, գազի, չգիտեմ, ցորենի Ադրբեջանի այսպես տարածքով գալը, իհարկե դա արդեն այլ հարց է, դա էներգետիկ համակարգի հետ կապ չունի, բայց այսպես հաշվի առնելով այն, որ օրինակ հետքը պարզել էր եւ վաղուց էր դա հայտնի, որ այսպես ասած Արևմտյան Ադրբեջանի 300,000 ադրբեջանցիների վերադարձը այսպես Ալիևի կողմից ֆինանսավորվող, այսինքն պետական ապարատից ֆինանսավորվող գործընթաց է եւ արտաքին հետախուզության ծառայության զեկույցն էլ ըստ էության այդտեղ վտանգներ տեսել էր, այս համատեքստում որքանով է այսպես իրատեսական, որ եթե իսկապես կայանա այդ էներգետիկ համակարգի միացումը եւ մի օր օրինակ, չգիտեմ, Ադրբեջանը որոշեն, որ եթե չեք կատարում այս պահանջը, ցույց չեք տալիս մեր բնակչությանը գալ տեղավորվել Հայաստանում, մենք էներգետիկ կոլապսի մեջ ենք պահում Հայաստան։ Այսպիսի հեռանկար, որտեղ նայեք ուրիշ բան է, որ լրատվամիջոցներն են պարզում, բայց երբ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության զեկույցն է դա ասում, նշանակում է, որ սրա վրա պետք է ուշադրություն դարձնել։ Շնորհակալություն, փորձեմ կարճ պատասխանել։ Ուրեմն առհասարակ այդ արտաքին հետախուզության զեկույցը ինքը շատ ծիծաղալու պատմություն է։ Երեք Փաշինյանն էլ ասաց, ասում է, այդ արտաքին հետախուզության ծառայությունը վարչապետին ենթարկվող կառույց է, ինչի համար մեկնաբան է։ Շատ խնդալու է, բան, այս ոնց որ ձախ ձեռքով աջ ձեռքը չշոյես։ Այսինքն ձախ ձեռքով ինքը շոյում ասում է, ինչ փոփուշա կառավարություն է, ինչ փոփուշա կառավարությունը։ Տեսեք ինչ լավ է, տեսեք ինչ լավ է։ Խնդալու է, ես այդ զեկույցից մի մեկնաբանել չեմ ուզում։ Այդ մեկ։ Երկրորդ, այդ էներգետիկ համակարգերի միացնելու հետ կապված կարող է մի օր էլ բանակները միացնի։ Կարող է ասի օպտիմալ ծախսերը կազմակերպելու համար եկեք Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը միացնենք իրար։ Մոտ նույն տրամաբանությունն է, այսինքն ես հիմա պետք է բացատրեմ ինչ ստրատեգիական կարևորություն ունի էներգետիկ համակարգը, ինչքան վտանգավոր է դա։ Սիրելի քաղաքացիներ, օքեյ եք մեր էներգետիկ համակարգի, այսինքն լույսի ռուբիլնիկը տալ ադրբեջանցիներին։ Ես օքեյ չեմ։ Այստեղ նստած էին մարդիկ, որոնք օքեյ էին։ Երեք էլ աժամբյոնից խոսել է մի մարդ, որը օքեյ էր։
Իմ համար դա անկալելի է։ Այս ամբողջ process-ները իմ գործընկերներից մեկը երեք դրա մասին խոսեց։ Շատ էական է կարդալ ոչ թե թուղթը, որի մեջ 16 անգամ ինքնիշխանություն բառն է գրած, այլ օրինակ իմ գործընկերոջ երեկվա բացահայտած փաստը, որին Արարատ Միրզոյանը բացարձակ չպատասխանեց։ Ինքնիշխանություն, բայց այդ ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան տնտեսական ոլորտի պաշտոնյան գնացել Ադրբեջանի հետ քննարկում պետական ուշադրություն, պետական ադրբեջանական ներդրումները ԱՄՆ-ն մասնավոր ընկերություններում, որոնք զբաղված են լինելու թրիփով։ Այսինքն, տեսեք ինչ սիրուն է թղթի վրա 20 քանի տոկոսը Հայաստանինն է, 70 քանի տոկոսը Ադրբեջանին է։ Բայց երբ որ մի քայլ ներքև ես գնում, պարզվում է այդ Ամերիկայի 70 քանի տոկոսի իրական տերերի վերաբերյալ այս պահին Ադրբեջանի հետ քննարկումներ են գնում, ու ես Ամերիկայի Միացյալ Նահանգներին մեղադրելու ոչ մի իրավունք չունեմ։ Ես մեղադրելու իրավունք ունեմ բացառապես Հայաստանի Հանրապետության այսպես կոչված կառավարությանը։ Մեկ էլ վերջին նախադասությամբ, այստեղ անդրադարձ կատարվեց Ռեփսի Մեհունյանի հայտարարության հետ կապված, ուզում եմ հիշեցնել, որ ակուրատ 3 չի առաջի օրը Տիկին Ռեփսի Մեհունյանը հայտարարեց, որ եթե քաղբանտարկյալ հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը վատանա, ապա ինքը չի բացառում հավանականությունը գնալու իրեն այցելելու։ Հաջորդ օրը Ռեփսի Մեհունյանը հրաժարվեց Առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնից եւ հրաժարվեց հաջորդ ազգային ժողովի ընտրություններում ԿՊ ցուցակում ընդգրկվելուց։ Իհարկե գովելի որոշումը, բայց եկեք մի հատ համադրենք փաստերը։ Փաստորեն հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալին այցելելը չբացառելու համար ակնհայտ դրամաբանությամբ Տիկին Հունանյանը զրկվեց իր պաշտոնից եւ հետագայում պատգամավոր դառնալու հնարավորությունից ԿՊ ցուցակով։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։